Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմը դեռ չսկսված էլ արդեն խնդիրներ էին առաջացել Իրանից Հայաստան բեռնափոխադրող ընկերությունների համար։ Մեկ ամսից ավելի է Հայաստան-Իրան սահմանի իրանական հատվածում անցակետի մոտ 100-ավոր բեռնատարներ հերթեր են առաջացրել։ Հայաստան եկող մի քանի 100 բեռնատարներ սպասում են Հայաստան մտնելու իրենց հերթին։ Ինչու բեռնատարները չեն կարողանում Հայաստան գալ, էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ հարցն իրենց տիրույթում չէ, ուղղորդեցին պետական եկամուտների կոմիտե։ Այստեղ էլ խնդրի հետ կապված հաղորդագրություն չեն տարածել, միայն 2 օր առաջ հայտնել էին, որ օրական հայ-իրանական սահմանը հատում է միջին հաշվով 250-ից 300 մեքենա։ Բեռնատարներում հիմնականում շինարարական նյութեր են՝ ցեմենտ, երկաթ, թիթեղներ։ Սահմանին առաջացած հերթերն ըստ վարորդների այնքան էլ կապ չունեն Իրան-Իսրայել պատերազմի հետ։ Խնդիրը Իրանի ու Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունից շատ ավելի առաջ է ստեղծվել։ Իսրայելա-իրանական պատերազմից մի քանի օր անց սկսվեց քաղաքացիների ակտիվ հոսքը Իրանից դեպի Հայաստան։ Այստեղ միշտ նման խցանումներ լինում են, պատերազմն ավելի է նպաստել, որ մարդիկ ավելի շատանան։ Թեհրանից եմ գալիս, իրավիճակը Իրանում ոչ մեկի համար լավ չէ, շատ մարդիկ դուրս են եկել Թեհրանից։ Հայ-իրանական սահմանին Մեղրի անցակետում օտարերկրյա քաղաքացիների համար կտրուկ աճել են տաքսիների գները։ Եթե նախկինում տաքսիստները մարդկանց Մեղրից Երևան էին տեղափոխում մոտ $75-ով 28,000 դրամ, այժմ այդ տեղափոխությունը դարձել է $220 կամ 85,000 դրամ։ Շուկան է այդ օրվա որոշում։ Բան եթե շատ եկան, ես իմ մտածելով եմ, եթե շատ եկան, բարձա գները բարձրանալվա, քչացան, իշներվա, սենց է вообще։ Մեղրի համայնքի ղեկավարը հայտնել է, թե անձամբ է Իրան-Հայաստան մաքսատանը զրուցել Հայաստան տեղափոխվող մարդկանց հետ։ Մեղրի համայնքի ղեկավարը հայտնել է, թե վերջին օրերին Իրանից Հայաստան եկողները տեղավորվում են Մեղրիի եւ Ագարակի հյուրանոցներում։ Քանի որ մեր մոտ հյուրանոցները քիչ են եւ Ագարակ եւ Մեղրիում մի քիչ մեծ հյուրանոցներ որ կան 3 հատ են, հա 3 հատ Ագարակ, 3 հատ Մեղրի, բնականա որ Երևանից եկած հյուրերն են ստե մնում եւ դրսից գացող, Պարսկաստանից գացող, կարա մի օր լինի, կարա 5 օր չլինի, բայց այն օրվա համար, որ ինձ հարց են տվել, այո, այդ օրը մեկ մարդ ենք ունեցել տեղավորելու, իրականում տեղ չի եղել հյուրանոցներում։ Անդրեասյանը տեղեկացրել է, որ տաքսովարորդների հետ հանդիպել է եւ հորդորել է չբարձրացնել ուղևորափոխադրումների գները։ Անձամբ գնացել եմ, հանդիպել եմ տաքսովարորդների հետ եւ խնդրել եմ, որ այդ գները իջեցնեն, որ մեր հարևան երկրից եկած բնակիչներին պետք է առիթ օգտվել։ Թեհրանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Իրանա-իսրայելական լարվածության ֆոնին իր քաղաքացիներին հորդորել էր լքել Իրանը, նշելով, որ Հայաստանը դիտարկվում է որպես 4 համակային երթուղիներից մեկը։ Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի հետ սահմանով անցնելու տարբերակների մասին։ Սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է վավեր, օտարերկրյա կամ ներքին անձնագրերով եւ նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։